Ժողովուրդ ջան, վաղը լռության օր է, ու այսօր վերջին հնարավորությունն է հիշելու, թե ինչ է տեղի ունեցել այս իշխանությունների կառավարման 8 տարիների ընթացքում։ Սրանց օրոք Հայաստանը ներքաշվեց 3 պատերազմների մեջ, ու 3-ում էլ կրեց պարտություն։ Ունեցավ հազարավոր զոհեր, կորցրեց Արցախը, հայրենազրկվեցին 120,000 արցախահայեր, սահմանազատման անվան տակ թշնամուն հանձնվեցին 4 գյուղեր ու Զանգեզուրի միջանցքը, ու դեռ հայտարարում են, որ մեր տարածքում էլի կան ադրբեջանական հողեր։ Այսինքն այս թուրք ադրբեջանական շահերը սպասարկողները կրկին պատրաստվում են տարածքներ հանձնել։ Ներքին կյանքում տեսանք ապիկար կառավարման պատճառով քաղաքական հետապնդումներ, բազմաթիվ շինծու մեղադրանքներով աննախադեպ թվով քաղաքբանտարկյալներ, խաղաղ ցուցարարների վրա նետված մարտական ռումբեր, վարչապետի Շարասյան կողմից սպանված հղի կին, իշխանությունից կախված դատական համակարգ, ավտորիտար կառավարման միտումներ, ինչպես նաև եկեղեցու դեմ արշավ, որը ևս այս սրբապիղծների խմբակի կողմից վերարտադրվելու դեպքում շարունակվելու է։ Եվ ես դեռ չեմ խոսում նրանց տված սուտ խոստումների, COVID-ի ձախողված կառավարման մասին, որ ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, կոռուպցիայի չլսված մակարդակի, հանրային ատելության սերմանման, բոլոր ոլորտներում համակարգային ձախողումների մասին։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այսօր ընտրությունը անկախ Հայաստանի եւ Նիկոլի միջև է։ Հունիսի 7-ին անպայման մասնակցիր ընտրություններին եւ մերժիր Ալիևի հայաստանյան դեսպանին։ Քվեարկիր ուժեղ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի կամ Հայաստան Դաշինքի օգտին, որ ձայնդ չգնա Նիկոլին, քանի որ ընտրելով Նիկոլին, դու ընտրում ես Իլհամ Ալիևին։